Քրիստոս հարյավ իմերելոց Հիսուս ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե հայրը կատարում է, որովհետև ինչ որ հայրն է անում, նույնը նրան նման և որդին է գործում, քանի որ հայրը սիրում է որդուն և այն ամենը, ինչ ինքն է անում, ցույց է տալիս նրան և նրան ցույց կտա սրանից շատ ավելի մեծ գործեր, որոնց վրա դուք կզարմանաք, որովհետև ինչպես որ հայրը հարություն է տալիս մեռելներին և կենդանացնում է, նույնպես և որդին կենդանացնում է ում կամենա, սակայն հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր որդուն, որպեսզի ամենքը պատվեն որդուն, ինչպես պատվում են հորը, ով որդուն չի պատվում և հորը նրան առաքողին, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով իմ խոսքը լսում է և հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգա ժամանակ և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո որդու ձայնը և նրանք, որ կլսեն, կապրեն, որովհետև ինչպես հայրն ինքն իր մեջ կյանք ունի և կյանք է տալիս, նույնպես և որդուն տվեց ինքն իր մեջ կյանք ունենալ և կյանք տալ և նրան իշխանություն տվեց դատաստան անելու, քանի որ մարդու որդի է, դրա վրա ինչու եք զարմանում, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել դատաստանի հարության համար, ես ինքս ինձանից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպես լսում եմ հորից, դատում եմ և իմ դատաստանը արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց, եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ, ուրիշն է, որ վկայում է իմ մասին, և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին, Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք և նա վկայեց ճշմարտությունը, բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք, Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք մի առժամանակ ցնծալ նրա լույսով, բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը, այն գործերը, որ հայրն ինձ տվեց, որ կատարեմ, այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թե հայրն է ուղարկել ինձ, և հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին, դուք ոչ նրա ձայնն եք երբևէ լսել, ոչ էլ նրա երեսն եք տեսել, և ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում, քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք, բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, ես իշխանություն ունեմ հարություն տալու, կյանք տալու, ինչպես հայրն է կյանք տալիս, այնպես էլ որդին է կյանք տալիս, և ասում է կգա մի օր, որ նրանք բոլորը, որ գերեզմաններում են գտնվում, կլսեն որդու ձայնը և հարություն կառնեն, նրանք, որ բարի ընթացք ունեցան, հարություն կառնեն հավիտենական կյանքի համար, նրանք, ովքեր չար ապրեցին իրենց կյանքը, հարություն կառնեն դատապարտության համար։ Կյանքը նրանով էր, ասում է Հովհաննես ավետարանի իր ավետարանի առաջի համարներում։ Ուրեմն Քրիստոս կյանքի աղբյուրն է։
Քրիստոս եկավ, որպեսզի մենք կյանք ունենանք, որպեսզի մենք կյանքի մեջ լինենք, ոչ թե մահվան մեջ։ Ասում է, ով լսում է իմ ձայնը, մեռելներից հարություն կառնի։ Այստեղ խոսքը ոչ միայն մեռածների մասին է, որոնք գերեզմաններում են, այլ նաև կենսաբանորեն, ֆիզիկապես ողջերի, բայց Աստծո համար կամ հոգով մեռածների մասին է, որ պիտի Քրիստոսի ձայնը լսեն, որպեսզի հարություն առնեն։ Այլապես մարդը մեռած կապրի այս աշխարհում եւ վերջում էլ մեռած այս աշխարհից կհեռանա դեպի հավիտենական մահ։ Այս կյանքի ընթացքում մարդը պիտի հարություն առնի եւ հարության կյանք ապրի։ Այսօրվա կիրակին, 4-րդ կիրակին է հինանց շրջանի, այսինքն Սուրբ Հարության տոնից հետո 4-րդ կիրակին է եւ այսօրվա կիրակին կոչվում է Կարմիր կիրակի։ Եկեղեցական հայրերը սա անվանում են գունագեղ կիրակիների շղթա, ինչպես կիրակիների ոսկե շղթան նախորդում էր հարության տոնին, հիմա գունագեղ կիրակիների շղթան հաջորդում է ուրեմն հարության տոնին մինչև հոգեգալուստ։ Եվ այսօրվա կիրակին կոչվում է Կարմիր կիրակի։ Շատ մեծ իմաստություն կամ գիտելիք պետք չի ունենալ հասկանալու համար կարմիրը ինչի հետ է կապված։ Նախ եւ առաջ եւ առաջին հերթին կապված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան հետ, որովհետեւ Քրիստոսի արյամբ աշխարհը մաքրվեց մեղքից։ Եսայի մարգարեն ասում է, ամեն մեղք մաքրվում է միայն արյան միջոցով։ Այսինքն մեղքի համար, մեղքի դիմաց, մեղքը մաքրելու համար, մեղքը քավելու համար արյուն պիտի հեղվի։ Եվ դրա համար Աստված հին ուխտում զոհերի, պատարագների օրինակը տվեց։ Կենդանիներ էին զոհաբերում եւ կենդանիների արյամբ մաքրվում էին մարդկանց մեղքերը։ Բայց սա կատարյալ մաքրություն չէր, սա օրինակ էր, սա սովորել էր, այսպես դաստիարակում էր Աստված, որ մի օր պիտի ճշմարիտ զոհը զոհաբերվի, մի օր պիտի հեղվի այն արյունը, որով պիտի ամբողջ աշխարհը մաքրվի իր մեղքերից։ Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն էր, Աստծո գառն էր, որ պիտի զոհաբերվեր աշխարհի մեղքի համար։ Եվ իր արյունն է, որ պիտի մաքրի աշխարհը։ Եվ իր կարմիր արյամբ աշխարհը մաքրվեց։ Կարմիրը արյան խորհուրդն է։ Ոչ միայն Քրիստոսի, այլ նաև բոլոր նահատակների ու մարտիրոսների, որովհետև արդարների արյունը եղավ եկեղեցու հիմքը։ Սրբեր իրենց արյամբ հեղումով հիմք դրեցին եկեղեցուն։ Ինչպես Սուրբ Հռիփսիմյանց նահատակների արյան հեղումով հիմքը դրվեց հայոց եկեղեցու։ Ուրեմն արյունն է մաքրում, արյունն է զորացնում եկեղեցին։ Առաջի կիրակին զատիկներ, երկրորդ կիրակին սպիտակ կիրակի էր կոչվում, նոր կիրակին կամ աշխարհամատրան, որը խորհուրդն ուներ մաքրության, սրբության, Քրիստոսով աշխարհը մաքրվեց, սրբվեց, հարությամբ մաքրություն հագանք, Աստծուն հաճելի դարձանք։ Հաջորդ կիրակին կոչվում էր, որ նախորդ կիրակին էր, աշխարհամատրան կիրակի, կանաչ կիրակի էր կոչվում։ Մենք խոսեցինք եկեղեցու մասին, եկեղեցու խորհուրդն ուներ, աշխարհամատուռը, բայց կանաչի մասին անդրադարձ չարեցինք։ Կանաչը կյանքն է, կանաչը կենդանությունն է, մշտադալարությունն է, անանց կյանքն է, եւ եկեղեցին մշտադալար է, եկեղեցին երբեք չի ծերանում, չի թոշնում։ Այսօրվա կիրակին կարմիր կիրակին է։ Այդ սրբությունը եւ կանաչությունը մենք ստացանք Քրիստոսի արյան միջոցով։
Եվ կարմիրի հետ կապված Շնորհք Պատրիարք Գալստյանը շատ հետաքրքիր խորհուրդ ունի։ Ասում է կարմիրը ընդհանրապես պայքարի խորհրդանիշ է։ Դե արյան հեղումն էլ պայքար է։ Պայքարի խորհրդանիշ է եւ այստեղ ինքը շեշտադրում է քրիստոնեական կյանքի եւ եկեղեցու պայքարի վրա։ Եվ սա շատ կարևոր է մենք հասկանանք այս բանը։ Շատ գեղեցիկ է խոսում Շնորհք Պատրիարքը եւ ես որոշեցի իր խոսքից ուղակի մեջբերումներ անել այսօրվա քարոզին, որտեվ շատ լավ է խոսում։ Եվ այս մեզ համար շատ կարևոր է։ Մենք միշտ մտածում ենք, այո, եկեղեցին պիտի պայքարի, պայքար կա, պայքար ա եղել դարեր շարունակ, բայց այդ պայքարը մեզ չի վերաբերվում։ Շնորհք Պատրիարքն ասում է նախ եւ առաջ մեզ ա վերաբերվում այդ պայքարը։ Մենք պայքարի մեջ պիտի լինենք։ Քրիստոնյան չի կարող լինել չպայքարող վիճակի մեջ։ Քրիստոնյայի կյանքը մշտական եւ մշտատև մի պայքար պիտի լինի, մինչև հաղթանակ, որովհետև քրիստոնյան ձգտում է հաղթանակի, իսկ հաղթանակները առանց պայքարի, առանց մարտի, առանց պատերազմի չեն լինում։ Քրիստոնեական պայքարը սովորական դյուրին, մակերեսային մի պայքար չէ, այլ տառացիորեն մահու եւ կենաց պայքար է, ասում է Շնորհք Պատրիարքը։ Քրիստոս այդ կյանքը մատնանշեց իբրև նեղ եւ անձուկ ճանապարհ, որը սակայն դեպի կյանք է առաջնորդում։ Իսկ լայն դուռը, այսինքն պայքարից խուսափելը եւ բնազդի ու մոլության դյուրին եւ խորթուբորտ ճանապարհն ընտրելը առաջնորդում է դեպի կորուստ։ Ուրիշ առիթով Հիսուս ասաց, որ իր աշխարհ բերած կյանքին կարող են տիրանալ միայն հզորները։ Բռունկ հափշտակեն զարքայությունն Աստուծո, Մատթեոսի ավետարան, հզորներն են Աստծո արքայությունը հափշտակում, Մատթեոս 11:12։ Զորեղ ուժի անհրաժեշտություն կա տիրանալու համար այն նոր կյանքի եւ այն պահելու համար։ Եռանդ մարտական ազնիվ ոգի է անհրաժեշտ քրիստոնյա լինելու համար։ Սովորաբար հեղք պայքարելու տրամադրությունը զույգ մարդու գործը չէ քրիստոնյա լինելը։ Հաճախ Քրիստոս եւ քրիստոնյա ընկալվում են իբրև անվնաս, խաղաղասեր եւ այսպես կոչված բարի մարդիկ։ Արդարև այդ բոլորը նրանք են, բայց ոչ այն իմաստով, որ աշխարհը դրել է այդ բառերի մեջ։ Քրիստոնյան արդարև լեռներից հոսող քրքջացող գետակ չէ, այլ խորունգ, խաղաղ եւ խոշոր գետ է, որի շարժումն անգամ դժվար է նշմարել, որ սակայն հսկայական ուժ է պարունակում իր մեջ։ Արդարև քրիստոնյան բուք ու բորան չէ, այլ հանդարտ եւ առատահոս անձրև է, որ ոչ միայն կյանք է տալիս մեր այգիներին ու անդաստաններին, այլ նաեւ ստեղծում է մեծ գետերի ակունքները։ Քրիստոնեական կյանք ձեռք բերելու եւ պահպանելու համար միայն բաղձանքը, ցանկությունը, փափագը բավարար չէ, թեկուզ եւ դա նախապայման էլ լինի։ Կենթանի եւ բուռն հավատք է պետք։ Թեև ճիքերով չես կարող տիրանալ նրան, ներքին բուռն պայքար է պետք դուրս մղելու համար նախ հին կյանքի կուտակած մոլությունները, այլասերիչ եւ ապականիչ հակումներն ու ախորժակները, տեղ բացելու համար նոր կյանքի, որ Քրիստոսով ապահովված է մեզ համար, եւ որ հաճախ խոտոր է ընթանում մեր բնազդական եւ կենթանական նախասիրությունների բերումով։ Ոչ ոք չի հասել քրիստոնեական այս պայքարին դյուրին եղանակով։ Ուժեղները պիտի տիրանան նրան, երբեմն ուժի ինչպիսի առատ աղբյուրներ կան ըստ այս աշխարհի տկար մարդկանց մեջ, ինչ քայքայիչ
տկարություն զորավոր նկատված մարդկանց մեջ, ինչ հիանալի իմաստություն է բխում շուրթերից և կյանքից հիմար կարծված մարդկանց, և ինչ հիմարություններ են դուրս տալիս իմաստուն համարվածները, երբեմն ինչ սքանչելի ազնվականություն կա գեղջուկ, աղքատ, պարզ սրտերի մեջ, և ինչ տխուր տրամադրություն ազնվական, մեծահարուստ և իշխանավոր հորդորձված դատարկ և կարծր սրտերի մեջ։ Այս մասին է, որ ակնարկում է Պողոս առաքյալը, երբ գրում էր Կորինթոսի քրիստոնյաներին. Աստված ըստ մարմնի, այսինքն մարդկային չափանիշներով, մեծ թվով իմաստուններ, հզորներ և ազնվականներ չէ, որ կանչեց քրիստոնյա լինելու համար, այլ ըստ աշխարհի հիմար կարծվածները, որպեսզի ամաչեցնի հզոր կարծվածներին, ըստ աշխարհի տկար կարծվածներին ընտրեց Աստված, որպեսզի ամաչեցնի հզոր կարծվածներին, և ըստ աշխարհի անտոհ արհամարհված և ոչինչ նկատվածներին ընտրեց Աստված, որպեսզի իրենք իրենց բան կարծողներին մեջտեղից վերացնի, որովհետև Աստծո հիմարը ավելի իմաստուն է, քան մարդկանց կողմից իմաստուն հռչակվածները, և Աստծո տկարը ավելի հզոր է, քան մարդկանց կողմից զորավոր նկատվածները։ Առաջի թուղթ Կորինթացիներին 1:26-27 համարներ։ Պողոս առաքյալը այլ տեղում քրիստոնյային պատկերացնում է ոտքից գլուխ սպառազինված մի մարդիկ, ուստի եղբայրներ, ուժեղ զգացեք դուք ձեզ Տիրոջ շնորհած զորության կարողությամբ, հագեք Աստծո զրահը, որով կարողանաք դիմադրել սատանայի հնարքներին, որովհետև մեր պայքարը մարդկային թշնամիների դեմ չէ, այլ այս խավար աշխարհի խավարային ուժերի դեմ, երկնքից ներքև եղած չար ուժերի դեմ։ Հաստատուն մնացեք, տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, հագած արդարության զրահները, ձեր ոտքերը հագած կապած պատրաստ խաղաղության ավետարանին, և այս բոլորի վրա առեք հավատի վահանը, որով կարողանաք հանգցնել չարի արձակված բոլոր մխացող նետերը, առեք փրկության սաղավարտը և հոգու սուսերը, որ է Աստծո խոսքը։ Եփեսացիներից էր մեծ երումը, Եփեսացիների թուղթ 6-րդ գլուխ 10-19 համարներ։ Իր կյանքի վախճանին մեծ առաքյալը կարող էր ասել հոգու ամբողջ խաղաղությամբ. պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը, ուստի ինձ սպասում է արդարության պսակը, որպես հատուցում ինձ պիտի տա, որը որպես հատուցում ինձ պիտի տա Տերը, արդար դատավորը դատաստանի օրը։ Ուրեմն կարմիր կիրակին մեզ հիշեցնում է Քրիստոսի հարությամբ ապահովված մեր կյանքի կարևորագույն մի երեսը, թե քրիստոնյայի կյանքը պայքար է մեր ստորին և անասնական հակումների դեմ, որոնք նվաստացնում են մեզ և մարդուն իր արժանապատվության պատվանդանից վայր իջեցնում։ Պայքար ընկերային քայքայիչ ուժերի և ազդակների դեմ, ստի, կեղծիքի, անարդարության, չարաշահության և բոլոր նման բացասական հակումների դեմ, որոնք այլասերում են մարդկային ընկերությունը։ Այդ կյանքը մի պատերազմ է աշխարհի մեջ վխտացող չարությունների, մոլությունների, գայթակղությունների և կյանքի փորձիչ ստորին հրապուրների դեմ։ Կարմիր կիրակին մեզ այցելում է ապրիլ կամ մայիս ամիսներին, որտեղ փոփոխական է, այսինքն տարվա այն եղանակին, երբ նոր վերազարթնած բնական կյանքը պայքարի է ելնում ցրտի, խստաշունչ հովի, Եղիամի, որդի և այն ամենի դեմ, որոնք սպառնում են արթնացող կյանքին։ Կարող է պատահել,
որ նոր բացված բողբոջներից ոմանք սառեն վերահաս եղյամից։ Կարող է պատահել, որ ծաղիկներից և նոր կազվող պտուղներից մի մասը թափվեն կարկտից, սակայն ծառի և տունկի կյանքը շարունակում է իր գոյությունը, առաջիկայում պտղաբերելու հույսով։ Կյանքը շարունակում է իր ընթացքը և հաղթանակը, որովհետև արևը և օդը, որոնք օրըստօրե ավելի տաքանում են, նպաստավոր են իրեն։ Կարմիր կիրակին քրիստոնեական քաջության հիշեցման օրն է։ Քաջությունը հիմքն է քրիստոնեական առաքինությունների մեջ։ Կարմիր վարդանի նկարագրի ամենից հատկանշական գիծն է այդ քաջությունը։ Վայ նրան, ով դատարկված է նրա կարմիր շիջուկից։ Մեր բարոյական և ֆիզիկական գոյությունը պայմանավորված է կարմիր կիրակի խորհրդով, քաջությամբ և ազնվական պայքարով ընդդեմ այլասերիչ տարրերի մեր անձերից ներս և հասարակության մեջ։ Այսօրվա ընթերցումի մեջ Պետրոս առաքյալի առաջին ընդհանրական նամակի վերջի հատվածում հետևյալն էր ասում Պետրոս առաքյալը. «Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական կյանքին Քրիստոս Հիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարանակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ նրան իշխանություն և փառք հավիտյանս ամեն»։ Ասում է Հիսուս Քրիստոսին չարչարանակից պիտի լինեք, այսինքն այդ պայքարի մեջ պիտի լինեք, ինչպես մեր Տերն էր պայքարում Գեթսեմանիի պարտեզում, ասում էր այս բաժակը ինձանից հեռացրու, բայց չէ, թող քո կամքը լինի։ Այս մեր ներքին պայքարը մեր ողջ կյանքի ընթացքում պիտի շարունակվի մինչև հաղթական։ Որ օրը, որ մենք կտկարանանք, կհոգնենք և չենք պայքարի, անձնատուր կլինենք կրքերին, մոլություններին, մեղքերին, այլասեռությանը, այս աշխարհի ընթացքին, այն օրը մենք կպարտվենք ու չենք հասնի հարության, չենք հասնի փրկության։ Ուրեմն այս կիրակի խորհուրդը Շնորհք Պատրիարքի խոսքերով ասած քրիստոնեական քաջության և պատերազմելու, պայքարելու հոգու խորհուրդն է։ Նախ և առաջ մեր ներքին պայքարը և մեր շրջապատի պայքարը։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս։